Բարի լույս սիրելի հետևորդներ ջան, ինչպե՞ս եք։ Ես պատրաստվել եմ, մնում է որ կոֆես խմեմ, գնամ աշխատանքի։ Երբ գնացել էի Արտաշատ, կոֆեն չարաշահեցի, այո, եւ դուք ինձ գրել էիք, մի քանի հոգի գրել էր, որ կոֆեն չարաշահում ես, այո, կոֆեն չարաշահել էի, շատ խմեցի։ Ծաղիկս թառամել է, չէի նկատել։ Պուպուշս թառամել է։ Արտաշատում իրոք կոֆեն շատ չարաշահեցի։ Հարսս Ռոպեն մեկ կոֆե է բերում, իրանք դե երևի շուշուտ են խմում, ես էլ ստիպված խմում էի, բայց մի երկու կումանում թողում էի։ Հիմա տանը այս առավոտ շուտ այս կոֆեն կխմեմ ու դրանից հետո էլ չեմ խմի։ Որ ասեմ գործի տեղն էլ, աշխատանքի վայրում էլ չեմ խմում, ուսում եմ, որ անպայման տունը խմեմ, տան կոֆեն ուրիշ է, մեկա ինչ, լինի, ուր էլ գնաս, որտեղ էլ գնաս, քո տան կոֆեին ոչ մի բան չի հասնի։ Մայալը, են ջինսիտ վերխը հաքի, գլխարկով լիլիտ։ Տանը եմ սիրած անկյունում խմել, մի քանի օր է այստեղ նստած կոֆե չեմ խմել, իրոք չեմ խմել, ոչ թե չեմ ցուցադրել, այլ իրոք չեմ խմել, սիրելի հետևորդներս, մի կտոր մի բան կերա, նոր եմ սուրճը խմում։ Թխվածքաբլիթ եմ կերել կոֆեից առաջ, որովհետև ես իմ հետևորդում խոստացել եմ, որ անպայման մի բան պետք է ուտեմ, նոր կոֆե խմեմ։ Սիրելիներս, երեկ ես չհասցրեցի իմ սերմերը ցանել։ Այդքան տեղ մենակ գնացի հասա հողամաս, չկարողացա սերմերս ցանել։ Երևի այսօր եմ գնալու, բայց դե այսօր հանկարծ անձրև չկա, եղանակը խառնել է, չգիտեմ։ Երեկ անակնկալ էր, Ստեփանը անակնկալ արեց, ասեմ, որ Ստեփանի հետ ծանոթներ ենք, դե երկուսս էլ բլոգեր ենք մեր Վայոց ձորի մարզում, այնպես չէր, որ ծանոթ չէի Ստեփանին, առաջին անգամ էի տեսնում, ոչ, ուղղակի հետաքրքիր անակնկալ արեց։ Երեկվա մեկնաբանություններում ես հասկացա, որ իմ հետևորդներից շատերը Ստեփան Մարգարյանին են հետևում, իր հետևորդներն են։ Ես շատ ուրախ եմ, այո, ովքեր բաժանորդագրված էլ չեն Ստեփան Մարգարյանի էջին, թող բաժանորդագրվեն, դիտեն, թե ինչ հետաքրքիր լավ անակնկալներ է անում ամբողջ Հայաստանով, կարելի ասել, բոլոր մարզերում էլ պատվերներ ընդունում է, վերցնում է գեղեցիկ ծաղկե փնջերով, նվերներով, տորթով, բայց երեկվա այդ խորովածից հետո ասում եմ Ստեփան ջան, պատրաստվի, կարող է խորովածի պատվերներ էլ տան, անակնկալ անես, շատ հետաքրքիր անցավ օրը, հումորային, լավն էր։ Երբ որ գետի ափին մենք խարույկ վառեցինք, կրակ արեցինք խորովածի համար, ես անպայման պարտադիր գիտեի, որ բնապահպանները գալու են, ինչ որ մեկը զանգել տեղեկացրել էր, դե դա էլ բնապահպանների գործն է, այո, պետք է հետևեն, որ բնությունը չաղտոտեն, կրակ չվառեն, տարածվի, ծառատեսակները վերա, հետևում են ձկան որսին, չբռնեն, որովհետև ամեն մարդ չի կարող բռնել, պետք է թույլատրություն ունենաս, եւ այդպես, բայց դե ոչինչ էլ չասեցին, մտածել էին, զանգարել էին, իբր թե ձուկ են որսում այդ պահով, ոչինչ էլ չասեցին, ճանաչեցին, այդպես մի խոսքով լի հումորներով, արկածներով։ Դուրս գամ պատշգամ ուսումնասիրեմ եղանակը, տեսնեմ ինչ է, ինչ։ Միայն թռչուններն են ծլվելում, բայց դե անպած ամռայլ է։
Գեղեցիկ տեսարան է, չէ՞, խաղաղ, հանգիստ։ Մի հատ ծաղիկներիս էլ նայեմ։ Ոյ, ցիկլամենները ինչքան են ծաղկել։ Փնջով։ Ծաղկում են ու ծաղկում, բայց դե տերևները դեղնել են։ Մի հատ այս պղպեղներին նայեք է, շուտվանից ցույց չեմ տալիս, ահա, 1, 2, 3 հատ ու լիքը էլի ծաղկել են փոքր այդպես, սա էլ է ծաղկել, լավ է, վատ չի, ամբոսանքս ինձ սիրուն է, շիշն էլ դրել եմ ծաղիկների շիշն է ներքևը, ջուր եմ բերում, ջրում եմ, ես էլ բերեցի այստեղ, շատ սիրուն փարթամացավ ավեսին։ Սիրելի հետևորդներս, աշխատանքից վերադարձել եմ և փոքրիկ գեղեցիկ ծաղիկ եմ նվեր ստացել այս տուփով։ Աշխատավայրում են նվիրել մեկ միամսյակի կապակցությամբ Անյուտայի աջիկները, իհարկե սա ես մի հատ կսրբեմ սիրուն ու նոր կտեղավորեմ, ուրեմն հետաքրքիր է, չէ, քանի որ աղջիկները գիտեն ես դեղին գույնն եմ սիրում, դեղինը տվեցին ինձ, ինչքան փոքր կոկոմներ ունի սա էլ, հրաշք է, հրաշք, այսպես, և այստեղ էլ հավի կրծքամիս եմ դնում խաշվից աղցան պատրաստեմ, մինչև միսը կեփվի, սիրելի հետևորդներ, ես այստեղ կանաչի եմ մաքրում, կանաչիները, մառոլները մաքրեմ, լվանամ հատ տերևները, այս մառոլի սերմից ես ունեմ, առել եմ, կցանեմ, աղցանների համար ես ուղիղ մառոլն է լավ, այն գանգուր մառոլ են, չէ, ասում, դրանք դիզայնի համար են լավ, սեղանի ձևավորման համար են լավ, բայց համի առումով այս ուղիղ մառոլն է համով, անցնենք համեմին, բաժանում եմ ճյուղերի, որ ավելի լավ լվացվի, իհարկե հեսա թողնեմ մի քիչ էլ ջրի մեջ, նոր լվանամ։ Լցնեմ մեջը, թողնի քիչ ջրի մեջ մնա, նոր լավ կլվանա։ Նույնն էլ կոտեմը, ինչ էլ այս պոչերը շատ հաստ են, բան պոչեր են պնդոտ և թարխունը։ Միսը արդեն եռում է, աղ լցնեմ, Իսը հանեմ ջրից թող սառի։ Սիրելի հետևորդներս, ինչ եմ պատրաստում։ Աղցան եմ պատրաստում, զրաղցանի նման մի աղցան եմ պատրաստում։ Հավի կրծքամիսը արդեն մանրացրել եմ, թելերի եմ վերածել։
Եվ սիրելի հետևորդներս, ահա, ամեն ինչը լցնելու եմ, համարյա ցեզար աղցանի պես է, միայն միսը չեմ տապակել, խաշել եմ ու եգիպտացորեն եմ ավելացնելու։ Ինձ թվում է համեղ աղցան կլինի։ Լիլիթ, հաց գնացիր, վերցրիր։ Բա։ Այսքան էլ կարմիր պղպեղ, դեղին պղպեղ, փոքր լոլիկներից չկար խանութում, մեծն եմ վերցրել, ոչինչ, չի խանգարի, բայց ասել ոնց որ թե արեստական կարմրացրած լոլիկներ լինեն, իրա գույնից երևում է, որ են չի։ Այսպես մառոլն է կտրեցի, բայց հիմա չեմ լցնի, սա վերջում կլցնեմ, կավելացնեմ։ Եգիպտացորեն համեղություն է ստացվելու, իհարկե։ Ես չգիտեմ ինչ եմ սարքում, ինչ աղցան եմ սարքում, բայց սարքում եմ։ Սև պղպեղ, մի փոքր բուսայուղ, սոյայի սոուս, մայոնեզ, սմետան, թթվասերել եմ ավելացնելու։ Այստեղ մի քիչ ունեմ ես մայոնեզ, այն ոնց են ասում, պիտի քամենք, հա։ Գա, չէ, ոնց որ ահագինը կքամեմ։ Թթվասեր, վերջում շատ համեղ աղցան է ստացվելու, ես էլ բաղադրատոմսը կպահպանեմ, դուք էլ պահպանեք, համեղ է լինելու, համեղ, որոշեցի, որ ամբողջ բոլոր պղպեղներ կտրատեմ, թող շատ լինի, համով է, համ էլ թող չմնա։ Պղպեղները կարող եք ուտել, սերմերն էլ պահել ու ցանել, շատ լավ լինում է, հաճախ եք գրում նազ կլինի այդպես, այո, իհարկե, լինում է, կարող եք պահել, ցանել, ընտիր պղպեղներ է լինելու, ինքան եմ պահել, արդեն շատ համստուգ եմ, տեսնեմ, հետո նոր հացն ու մառոլը կավելացնեմ։ Ընտիր աղցան եմ, մի փոքր սոյայի սոուս ավելացնել, շատ քիչ։ Այստեղ ես ունեմ սուխարիկ, հացեր, չորահացերը կլցնեմ։ Սա էլ աղցանի կուտենք, ցեզար աղցանի կրկնօրինակն է, ֆարշ պատենտ տեսակն է, չէ, ամեն ինչի կեղծն է լինում է, սա կեղծ տեսակն է։ Մառոլը էլ ավելի համեղացրեց, ահա, մի քիչ էլ մառոլ էլի, քիչ էր դա,
Կանաչի չեմ օգտագործում։ Ոյ։ Մի հատ համեղ հավեսի նախցան։ Շատ համով է, վստահ կարող եմ ասել, պատրաստեք։ Մի հատ սրանով համ տեսեմ, այն գթալն էլ թող մնա մեջը, հեսա որ գան լցնենք ուտենք։ Հետևորդները սա էլ իմ հորինած աղցանը։ Չգիտեմ, շատ համեղ էր, իրոք հեշտ, արագ և նույն ժամանակ շատ համեղ։ Դուք էլ պատրաստեք, անպայման փորձեք, իրոք շատ համով է, այնպես չի, որ ասում եմ ձևի համար, որ ինչ-որ մի բան սարքեմ, դուք տեսնեք։ Հետևորդներս աղցանը հավանության արժանացավ։ Ես էլ շատ հավանեցի, մառոլը մեջը վերջ։ Ես հիմա կասեք հացերը մնա կփափկի, այս աղցանը մի քիչ հետո վերջանալու է, հաստատ, չէ՞։ Ձայն չկա, ձայն բարբարո անապատում։ Ձայն չկա։ Համով, սիրելի հետևորդներս ուղղակի ձայն չեն հանում, ես եմ միշտ խոսում, ասում, գովում։ Հիմա կասեք, ով իրա պատրաստածը, կասի համով չի, բայց ես ասում եմ շուտ համով։ Մենք աղցանը ճաշակում ենք և մեզ լայքում ենք, դուք էլ լայքեք ու բաժանորդագրվեք իմ ալիքին։ Ինչ անձրև սկսվեց, շորերը հավաքենք։ Սիրելի հետևորդներ, եղանակը անձրևում է, մի կողմից անձրևում է, ամպել է, և այս կողմի վրա էլ դուրս է եկել ծիածանը, տեսեք, սիրունա չէ ծիածանը, ահա, դուրս է եկել ծիածանը, մռայլ ամպերի միջից մի լուսավոր կետ, ծիածան, բայց արև պետք է չէ լինի, բայց արև էլ չկա։ Այս կողմից բացում է, մեր եղանակը այդ կողմից է բացում է, հողամասն է մի լավ թրջվեց, ծերմերն է չցանեցի։ Մի լավ ուժեղ անձրև, խշշում է, անձրևի ձայնը լսեք, խշխշալ են գալիս է։ Բայց տեսեք մեր եղանակը այս կողմից է բացում, հենա ամպերը արդեն գնում են, ամպերը հեռանում են, կապույտ երկինքն է երևում, շուտով կկտրվի։ Ես ասում եմ կկտրվի, անձրևի ձայնը ավելի է ուժեղանում։ Վայ, ավելի ուժեղացավ, ոնց որ թե կարկուտ է, սիրելի հետևորդներս, կարկուտ է գալի, կարկուտ։ Ծիածանը հանդարտվեց մի քիչ, անձրևի ձայնը հանդարտվեց։ Սուրտը գնամ վառարանը վառեմ, մի հատ էլ, ահա, բացեց, քշեց, տարավ, ամպերը գնում են, ուր են գնում, չգիտեմ։ Հանդարտվեց, խշշալ են, եկավ անձրևը ու կտրվեց։ Գնամ մեկ բաժակ թեյ խմեմ, իսկական թեյ խմելու եղանակա։ Լավ է կտրվավ։ Այս անձրևը, տեսեք, այս անձրևից հետո բնությունը ոնց է կանաչելու, դաշտերը ոնց են կանաչելու։ Երեխան ժամանակ, երբ ծիածան էինք տեսնում, վազում էինք, որ ծիածանի տակով անցնեինք։ Չգիտեմ, ինչ հետաքրքիր և միամիտ բաներ կա, փոքր ժամանակ արել ենք։
Իսկ դե հիմիկվա երեխաներին ասա ծիածանի տակով անցիր, հողամասի կողմից բացեց, երկինքը կապույտ երևում է տեղ-տեղ ու անձրևն էլ դադարեց։ Թո ջրվի, բայց շատ անձրև չգա։ Անձրևը սերմերս կմնան է, բայց մի քանի օր անձրև է տվել։ Մտամ ներս, ասում են մտամ ներս, ցուրտ է, ցուրտ։